Կարծեմ եմ հիշեցրի, որ անակնկալներ երեկոյի ընթացքում լինելու են ևս մի հետարական անակնկալ այս անգամ արդեն Բեսելի, Բեսա Սերեշայի ընկերների կողմից այս գեղեցիկ զանգվող մարդերը հասիկ են մեր գեղեցկուհի Լուսինեին։ Սիրելի Լուսինե ջան, ինչպես վաղն է գեղեցիկ և թագուհի ծաղիկների, այդպես է դու լինես և գեղեցկացնես շուտ բոլորը նստած բոլոր գեղեցիկ աղջիկների, քո գեղեցկությամբ, քո համեստությամբ։ Շնորհակալություն մեկ անգամ ևս ընկերների կենացին գերմի կանադառնանք, բայց հիմա շարունակում ենք կենացները։ Եվ ասեմ, որ ոչ այնքան զարգացած Հայաստան աշխարհում պատկերացրեք հարսանեկան երեկոյը։ Եվ մի անձնավորություն, որ դեռ այն ժամանակ շատ գաղտնիք էր բոլորիս համար, այսօր իսկ արդեն դարձել է մեծություն։ Եվ պատկերացրեք գեղեցիկ երեկոյը։ Բեսան եկել է Հասի հետևից իր ընտանիքով և ծնողների հետ միասին, բայց այն անձնավորությունը, որ պետք է գեղեցկացնի շենքու շնորհքով, այսինքն Հասիկը չկա։ Բոլորը զարմացած շարքով նայում են, թե որտեղ է Հասիկը։ Հասիկ գողացած է լինում կողքի գյուղից քիչ համարձակ տղամարդիկ։ Եվ հիմա չկա մեկը, որ կարողանա գնա Հասին բերի, որպեսզի հարսանեկան ծեսը սկսվի։ Եվ հիմա այս ժամին մի տղամարդ իր դարում կամքով իր քաջությամբ հեծրմեցին և գնում կողքի գյուղ։ Քիչ անց սպիտակ ծին հեծնած Հասիկը վրա բերում է կանցը պաշը բռնած և բերելով հանձնում է Բեսային։ Թբիլիսյան գեղեցկուհիները, որոնք պատշգամբից նայում էին, զարմանքով հարցնում էին. «Թա որն է այլ մարդը, որ սատար է կանգնել այս գեղեցիկ արարողությանը։ Այդ օրից ի վեր այդ մարդը իր վրա անում է կնքել, թա ոչ»։
Թավոր մեծություն, թավոր սրբություն, որի աչը պետք է այսօրից ի վեր, որպես հոգևոր ծնող շվական։ Մեզ ելի հասու բեսարի գլխին, հովանի, նրանց խորհրդի կարգով առաջ անի, և կյանքում թերևս ամենա փոքրիկ խնդիր բանի համար, որ մարդը փուշ մտնի, կարծում եմ առաջինը պետք է թակես թավորի դուրը։ Կենաց պետք է բացացրեք հարգարժան մեր թավորի համար։ Թավորը ինչպես տեսնում եք առանց զուգընկերոջը, այսինքն ամուսնացած չի։ Ես կարծում եմ, որ ժամանակը գա, որ հարգարժան թավորի իր արդեն դերսուհել երետրալի հետ, բացվիցը սեղաներ պետք է ժերեցկացնի։ Բայց ես դեպքում եկեք թավորի կենացը, և իհարկե գիտեք, որ թավորի ծնողներն են էսը, թավորի ծնողների, թավորի հայրիկի և մայրիկի կենացը, տեսեք դին ինչ-որ թիվ դասիրակ է, այսօր իր երիտասարդը արդեն իսկ հասակով նստած է կենտրոնական սեղանի շուրջ, թավոր նստակը մեր մեծություն է և սրբություն, կենաց որ կարել է խմել անընդհատ, հարգարժան թավոր։ Իսրտե ուզում եմ գամակ բարձրացնենք ձեզ համար որպես հոգևոր ծնող, որպես ընկեր, որը որ դարձել է արդեն իսկ մեծություն, նրանց օջախների համար։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր իրենց արարողության թե ուրախության պետք է սեղանի կարևորագույն զավթերս փոխեցնես դու, և դրանում ես համոզված եմ։ Իսրտե ցանկանում եմ, որ դու ևս գտնես քո սիրեցյալին և առակ-փառոք հասուփեսի սեղանին արդեն իսկ որպես հասուփես անստել։ Իսրտե ամենալավն ու բարին եմ ցանկանում եմ հարգարժան թավորին, իր ընտանիքի հետ միասին, իր ծնողների հետ միասին, գեղեցիկ ծափացնել, հավերից հասցեին։ Երիտասարդ մեծերը կհիշեն այն ժամանակ հասը, երբ որ բերում էին ինքան ժամանակ չեն նստում հասը, միջև սկիզբուր մայի 9-ը տալիս է։ Երկրիթե բոլորս էլ հիշում ենք, բայց հիմա արդեն զարգացած մի երկրում եք անգում, երբ պետք է ուղղակի խնդրել, որ հարցիկը կանգնի, հետո դվերը երբ ուզում ենք տակ, բայց մենք ավանդությունը պահում ենք, որովհետև ավանդապաշտ ենք, և հիմա ամենը հենց հետաքրքիր բան է, որպեսզի հենց այդ արարողությունը սկսենք։ Եվ քանի որ արդեն թավորի կենացը խմած է, շնորհակալական խոսքի և նվերի տեսքով սկսում ենք ես նվիրատվության պահել։ Եվ առաջինը իր սրտի թանիստան նվերն է հասնում հարգարժան մեր սկիզբուր մայրիկը, ձեր կապախտունը, սա!
Մայրիկը ասենք աստված շրհավորանի դե մեր բոլոր փեսաների կողմած սիրված ամենասիրելի Զոնքաչ Մայրիկին ենք ասում շնորհակալություն, որովհետև արդեն ինքը իր նվերը տվել է եւ ես սա փոխչուները հարգաժան Զոնքաչ Մայրիկից հասցրին աստված շրհավորանի Եվս գեղեցիկ մի թալիսման նվեր ես անգամ արդեն իսկ քավորից համար հարգաժան թագավոր քավորը իր թալիսման նվերն է հանձնում Հասու Փեսային ջան Որպեսի ձեր հուշտվելերը հասնեք մեր գեղեցիկ զույգերի Հասու Փեսային և հիմա երաժշտություն այս հրավեր է բոլոր նրանց ովքեր իրենց թալիսման նվեր ունեն հասնելու և ասել որ այս պահից սկսված արդեն կարելի ասել նվերների շարանը բացված է և օրվա ընթացքում ով երբ ցանկություն ունի թող որ իր նվերը բերի հասնի մեր գեղեցիկ զույգերին իսկ մենք մնացածս նրանց հետ բարև ուրախանով շարունակենք հասարակացեսը գնացին
Իշքան գեղեցիկ նվերներ, որ ստացել եք, որ աստակավոր շնորհավոր լինի։ Ես ասեմ, որ ոչ մի ադամանտ, ոչ մի պլատին և ոչ մի ոսկի գին չունի այնքան, իշքան որ ձեր սերն։ Անգին ու անհամար փայլերով լի։ Սերը, որ մեզ օղակ է դարձել ամուր ձեր շուրջ բոլորը բռնած, կապել կամար, որ երբևիցե չի կարող լինի ոչինչից թանկ։ Նվերները միայն կարող են ձեր գեղեցկացնել թե վսոցը, թե մատները, բայց միայն սերն է, որ պետք է հավերժ սիրով, հավերժ գեղեցկությամբ ու իր փայլով գեղեցկացնի ձեր շրջապատում։ Թող այդ սերը միշտ անգին քար լինի, անգին սեր լինի ու միշտ անցա լինի մինչև գործելություն։ Ես այսպիսի մի փոքրիկ պատմություն ասեմ։ Հասու պեսա միշտ մեկ ամաչու գլուխները մտցնում են սերանի տակ մի քիչ ամաչերով իրենց ծնողների հասնում։ Բայց պատկերացրեք այդպիսի պահ նաև եղել է իմ հարսանեկին, երբ որ համբյուր էին գոռում, ես ամոթից գլուխս կախորեցած։ Բայց հետո միայն իմացա, որ այդ համբյուրը իմ տատու պապի համար է։ Այդ որ այդ համբյուրը գոռան, ձեր խոր ծերության ընթացքում, ես իսատել մեկ անգամ ևս ասում եմ շնորհավոր ու թողարանի բոլոր դրաները։ Ասեմ, որ սա վերջը չէ, որովհետև հիմա հենց այս պահին ասում ենք ոնց ասած երկրորդ փուլի արդեն իսկ սյուրպրիզների։ Անակնկալ է մատուցել Մոսկվայից հայրիկը իր դստերի Աքսանայի և Սվետայի հետ միասին։ Ես խնդրում եմ այս ծափերը հասցրել ուղղակեն Մոսկվա հեռավոր մեր սիրելի գեղեցիկ Աքսանայի և Սվետային իրենց հայրիկի հետ միասին ասենք շնորհակալություն նվերներին, այդ ծափողջուները նրանց հասեին։ Բացը։ Նվերը հանձնում նաև իր գեղեցիկ այդ սույքերի, էլի Մոսկվայից, բայց այս անգամ չգիտես ինչի, էլ ավելի լավ նվեր, որովհետև հիմա ես կբարձրացնեմ։ Եվ այսպես Վալյան և Կարինեն ձեզ նվիրում են հեռուստացույց։ Ես ստացում եմ սա արդեն նվերներ կա նաև մեր սիրելի հասակի ծնողների կողմից։ Թեկուզ և նա տվել է արդեն իր նվերը, բայց այս նվերը կարծում եմ էլ ավելի գեղեցկացնելու նրանց նվազներ ընտանիքը այս դեպքում արդեն հանգստի տեսակետով, որովհետև աշտարակ քաղաքում հողատարածք է նվիրում մեր գեղեցիկ զույգերին մեր հասակի ծնողները։ Երևի ներկայացնում մեր հյուրերին կանչեք այնտեղ ուրախանալու, այս քաղաքի արժութաժից մի քիչ կտրվել, հա։ Շատ գեղեցիկ նվեր, ահա, սա էլ երևի թե հողատարածքի վկայականը։ Բրավո։ Ահա, սա էլ պատու վկայականը, ասեք ասված, շնորհավորանի։ Մեզանից յուրաքանչյուրին կարծում եմ այս պահին արդեն կարելի է ասել, որ մեկ էլ կուզենք այսպիսի գեղեցիկ նվերների արժանանային, ասիրել հայլիկ։ Дамы и господа, я хочу на русском, потому что сейчас то, что я хочу сказать, вот люди, которые, поживавшие в России, Российской Федерации, вот сегодня нам в этом